Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է լինել գեղեցիկ միշտ, լինել գեղեցիկ, խնամված, հետևել բժշկության մեջ նորաձև մեթոդներին, բայց չանցնել չափը, չհասնել վուլգարության։ Ողջույն, եթերում առողջ գեղեցկություն հաղորդումն է, ձեզ հետ Սիրանուշ Լայզյանն է։ Ինչպես պահպանել գեղեցկությունը եւ մաշկի էլաստիկությունը առանց վիրահատական միջամտությունների, ինչպես վերացնել մաշկաբանական լուրջ խնդիրները, ինչպես ճիշտ խնամել մաշկը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր կխոսենք Մեդինես բժշկական կենտրոնի բժշկուհի դերմատոլոգ, կոսմետոլոգ Լիլիթ Մուրադյանի հետ։ Այսօր խոսելու ենք գեղեցկության պահպանման ճիշտ իրականացման, մաշկաբանության լուրջ խնդիրների առաջացման, ճիշտ բուժման եւ դրանց վերացման մասին, իրական, ճիշտ մաշկի խնամքի մասին եւ այս հարցում մեզ կօգնի բժիշկ Լիլիթ Մուրադյանը։ Պատրաստ եք ձեր գաղտնիքներով կիսվել մեզ հետ։ Պատրաստ եմ։ Ստացվեց այնպես, ինչպես բոլոր բժիշկները ավարտելով բժշկական համալսարանը, հետո օրդինատուրա եւ հանկարծ որոշեցիք, որ պետք է ավելի շատ դասախոսություններ իրականացնել մաշկաբանության եւ սեռակավարակաբանության ոլորտում ու բավականին լուրջ տարիներ։ Անընդհատ ուսանողների հետ դասախոսությունը ձեզ երևի հնարավորություն էր տալիս ավելի ինքնահաստատվելու եւ նաեւ հնարավորություն ծանոթանալու ու անընդհատ թարմանալու բժշկության նոր ոլորտների մեջ։ Հետո մեկ էլ հանկարծ որոշեցիք, որ պետք է համատեղեք այդ ժամանակ թերևս մեր երկրի համար ոչ այնքան հասանելի մի ոլորտի մեջ, դա կոսմետոլոգիան էր։ Այդքան հոտառություն ունեիք, որ այդ մասնագիտությունը կդառնա ամենապահանջվածներից մեկը մեզ համար։ Իրականում պատահականություն էր, որ ես ընտրեցի մաշկաբանություն, այդպես ստացվեց, մաշկաբանությունը ընտրեցի, հետո ուղղակի երևի բախտս բերեց եւ կոսմետոլոգիան տենց թափ հավաքած զարգացավ։ Եվ շատ կարևոր ինստիտուտում փաստորեն։ Այո, Ռուդեն, Российский университет дружбы народов։ Դա երկրորդ արդյունատուրս էր արդեն կոսմետոլոգիա։ Հետո շատ վերապատրաստումներ, տարբեր ոլորտներ, լազերային մեթոդներ կոսմետոլոգիայում եւ այլ։ Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք հայտնվել։ Երևի։ Ուզում եմ խոսենք նմանության եւ տարբերության մասին կոսմետոլոգիայի եւ դերմատոլոգիայի։ Եկեք մեր պացիենտներին բացատրենք, որ որքան էլ իրենք հիմա նույն ոլորտն են համարվում, բայց տարբերությունները ամեն դեպքում շատ են եւ այսօր բժիշկներ մեկ անվան տակ են հանդես գալիս, կամ կոսմետոլոգիա կամ դերմատոլոգիա։ Ուզում եմ մի փոքր բացենք փակագծերը։ Եթե ինձ եք հարցնում, իմ կարծիքով կոսմետոլոգիայով պիտի զբաղվի միայն մաշկաբանը, որովհետև կան նյուանսներ, կան նրբություններ, կան մաշկաբանական հիվանդություններ, որոնք որ պետք է իմանա անպայման կոսմետոլոգը, ծանոթ լինի, գոնե այն մակարդակով, որ իմանա ինչ կերպ վարի պացիենտին կոսմետոլոգիական ոլորտում, գոնե չվնասելու կարգախոսից ելնելով։ Իսկ ընդհանուր առմամբ ամենաիդեալական տարբերակը դա երևի թե սիմբիոզն է, համատեղումը։ Այսինքն պետք է մաշկաբանությունը համատեղել կոսմետոլոգիայի հետ։ Եվ դա կարելի ասել իմ կոնցեպտն է, ես դրանով եմ առաջնորդվել, որ հետո շարունակել եմ կոսմետոլոգիան, որպեսզի պացիենտներից վարեմ od A do Ya, այսպես ասած, այսինքն, որ մաշկաբանական խնդիրներից մինչև նրանց հետևանքների էսթետիկական շտկումը եւ ավելի ամբողջական դարձնեմ իմ օգնությունը պացիենտին։ Այստեղից հետևություն, որ կոսմետոլոգը պետք է պարտադիր լինի բժիշկ։ Այստեղից հետևություն, որ կոսմետոլոգը պարտադիր պետք է լինի բժիշկ մաշկաբան։ Այո։ Այս մեզ համար շատ ցավալի թեմա է, որովհետև հիմա անկեղծ ենք խոսելու եւ բացելու ենք բոլոր փակագծերը, որովհետև այսօր կոսմետոլոգ գրեթե բոլոր վարսավիրական սրահներում, սալոններում կան։ Դրա համար երևի թե ավելի պացիենտները պիտի զգոն լինեն, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն։
Փառք Աստծո, այսօրվա դրությամբ մեր ոլորտում շատ կան խելացի մասնագետներ եւ կարելի է ճիշտ ընտրություն կատարել, դիմել խելացի փորձառու մաշկաբան կոսմետոլոգի եւ ստանալ համապատասխան օգնություն եւ արդյունք։ Տեսեք, ձեր Instagram-յան էջը բավականին ինձ հետաքրքրեց, անկեղծ եմ ուզում լինել եւ բավականին ինֆորմացիոն էր։ Դա դեռ շատ քիչ տոկոսն է, անկեղծ ասեմ, դա իմ թերությունն է։ Բայց միևնույն է, ինքը չի ապահովում հետևորդների կամ այս դեպքում պացիենտների այն քանակը, որը որ պետք է լիներ ձեր համապատասխան գրառումների եւ ինֆորմացիայի դեպքում։ Չգիտեմ, բայց ես երբ որ բժիշկ էի դառնում, ես չէի մտածում, որ պիտի համատեղ նաեւ բլոգեր դառնամ։ Եվ դա դեռ այդքան էլ իմ մոտ լավ չի ստացվում, անկեղծանամ, փորձում ենք, առաջի քայլերն ենք անում։ Ամեն դեպքում, որպես բժիշկ, ես ամեն դեպքում այն կարծիքին եմ, որ պացիենտը առաջինը պետք է բժիշկի հետ զրուցելուց ուշադրությունը դարձնի, թե բժիշկը ինչքանով գիտելիքներ ունի տվյալ պրոցեդուրայի նկատմամբ մասին, որ նա առաջարկում է, եւ վստահի զուտ այդ առումով, այլ ոչ թե ինչ որ դիտումներ կամ անուն հայտնի եւ այլն։ Չգիտեմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ամեն մեկը իր ճաշակով, այսպես ասած։ Այսօր շատ տարածված երևույթից եմ ուզում խոսենք, ակնե։ Արդյոք ակնեն հիվանդություն է, թե սխալ խնամքի հետևանք է։ Ինչպես պետք է բուժել, արդյոք սա իր մեջ նաև գենետիկ ինչ-որ երևույթներ է պարունակում, թե ոչ։ Հատկապես դեռահասների շրջանում ես այսօր շատ եմ նկատում, ուզում եմ հասկանալ ինչու է այդքան շատ տարածված այսօր։ Դե դրա մասին կարճ պատասխանելը մի քիչ դժվար է։ Ամեն դեպքում ակնեն իհարկե հիվանդություն է, միջազգային դասակարգումով հաստատված հիվանդություն է եւ բազմապատճառային ընդ որում ինքը տարբեր պատճառներ ունի եւ այդ առումով դժվարեցնում է իր բուժումը, այսինքն մեկ կոնկրետ թիրախ չունենք, որը որ վերացնենք եւ հիվանդությունը ամբողջությամբ արմատախիլ անենք։ Ցավոք սրտի երկարատև է, հիվանդները, որոնք հիմնականում երիտասարդներ են, շատ դեպքերում հոգնում են, ուզում են արագ արդյունք ստանան, բայց պետք է պատրաստվեն հոգեպես, որ դա կարող է մի քիչ երկար տևել, զինվեն համբերությամբ, ընտրեն իրենց համար վստահելի բժիշկ եւ բժիշկ։ Այո, բժիշկ։ Այս դեպքում միանշանակ բժիշկ մաշկաբան, որովհետեւ շատ այսօրվա դրությամբ ինֆորմացիան շատ հասանելի է։ Բոլորը կարողանում են ինքնաբուժմամբ զբաղվել։ Դեղատներում ամեն ինչ հասանելի է։ Բոլոր դեղատների աշխատողները շատ բազմակողմանի, բազմապրոֆիլային մասնագետներ են։ Խորհուրդները տալիս են, բուժումները նշանակում են եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում այս ամեն ինչը բերում է նրան, որ արդյունք չեն ստանում, արդյունքը կարճատև է լինում եւ դա հիասթափության պատճառ է դառնում շատ դեպքերում։ Դրա համար ուղղակի մարդկանց խորհուրդ եմ տալիս ընտրել գրագետ, ճիշտ մասնագետ։ Այստեղ նաև շատ կարևոր է, որ մաշկաբանական խնդիր ունեցողները կարողանան հասկանալ, որ ձեղնահարկայի սալոններում իրականացվող բուժումը հատկապես ակնեի դեպքում դա ավելի երկարացնում է եւ վնաս է պատճառում։ Այո, պետք է ճիշտ ընտրություն կատարել։ Մեծ կանայք ինչ-ինչ պատճառներից ելնելով, գուցե նաև ֆինանսն է, գուցե, չգիտեմ, թերահավատորեն են մոտենում բժիշկներին եւ որոշում են զբաղվել ինքնաբուժությամբ կամ ինքնախնամքով։ Ուզում եմ խոսենք դեմքի խնամքի նրբությունների մասին։ Երբեմն տեսեք, օգտագործելով նույնիսկ ամենաթանկարժեք քսուկները, արդյունք չի տալիս, որովհետև ուղղակի իրենք գուցե չգիտեն իրենց մաշկի տեսակների այդ տարբերակումը չեն կարողանում անենք։ Ինչպես օգնենք այդ կանանց, ինչպես համոզենք, որ դա եւս բժշկի խորհրդատվության արդյունքում ճիշտ բուժում ստանալու դեպքում միայն կլինի արդյունավետ։ Էլի հանգում ենք նույն պատասխանին, պետք է դիմել մասնագետի եւ միայն դրանից հետո գնել այդ թանկարժեք քսուկները, շիճուկները եւ այլն։ Նույնիսկ տնային պայմաններում իրականացվող դեմքի խնամքը, եթե դուք դա ուղղակի ճիշտ գրաֆիկ չունեք
հնարավոր չէ արդյունավետ լինել։ Այս դրա մասին է, որ մենք ուզում ենք հասկացնենք։ Շատ կարևոր է նաև պարբերականությունը, այսինքն պացիենտները պետք է հասկանան մի բան։ Ամսական 2 անգամ լավագույն դեպքում կոսմետոլոգի կաբինետ հաճախելով էլի դժվար է ստանալ լավ դրական արդյունք։ Շատ կարևոր է, իրոք շատ կարևոր է տնային խնամքը, որտեղ դա իրականացվում է օրական 2 անգամ եւ ամեն օր պարտադիր է իրականացնել։ Կան տարական մի քանի բաներ, որոնք եթե կատարի մարդը, կինը, տղամարդ, կին տարբերություն չկա։ Կարելի է արդեն իսկ ահագին պրոֆիլակտիկ արդյունքների հասնել, դա ճիշտ լվացումն է, դա խոնավեցումն է մաշկի, կարելի է այստեղ ավելացնել նաև տոնուսավորումը, այսինքն թթվայնեցումը, արևապաշտպաններից օգտվել է, այսինքն կիրառում արևապաշտպանների, որովհետև մենք լեռնային երկրում ենք բնակվում, մեր մոտ արևի ճառագայթումը ահագին բարձր է եւ նույնիսկ այն օրերին, երբ որ անպամացություն կա, այդ օրերին եւս պետք է կիրառել արևապաշտպան, կարելի ասել տարին 12 ամիս։ Այդ տարական կետերը կատարելու դեպքում նույնիսկ կարելի է ահագին դրական արդյունքների հասնել։ Ուղղակի պետք է ընտրել ճիշտ միջոցներ, ճիշտ մասնագետի օգնությամբ։ Այո, ճիշտ մասնագետի օգնությամբ։ Ուզում եմ խոսենք լազերային միջամտությունների, դրանց տեսակների եւ էֆեկտիվության մասին։ Տեսեք, վարկած կա, որ պիգմենտավորված եւ խալերով դեմքերը այդքան էլ արդյունավետ չէ կամ վնասակար են, ընդհանուր մինչև քաղցկեղի առաջացման պատճառներ են դառնում, սրա մասին էլ բարձրացնեք մեզ։ Նախ սկսենք նրանից, որ ապարատները շատ տարբեր են լինում։ Նրանցից ոմանք իրոք, այո, միգուցե հակացուցված են պիգմենտների, գոյացությունների, խալերի որոշ տեսակների դեպքում, բայց նրանցից ոմանք ընդհակառակը ցուցված են այդ նույն խնդիրները վերացնելու կամ բուժման նպատակով։ Այսինքն այստեղ եւս հանգում ենք այն նույն եզրակացությանը, որ ճիշտ մասնագետի մոտ հայտնվելով մենք չենք վտանգում մեր առողջությունը, այլ ընդհակառակը գնում ենք խնդիրները լուծելու համար։ Այսինքն, եթե մեթոդը ճիշտ է ընտրված, ապա կարելի է ընդհակառակը վերացնել խնդիրը, այլ ոչ թե մի բան էլ ավելի վտանգել։ Բոտեքսի եւ ֆիլերների բարդությունների, ցուցումների, այսինքն տարիք կա, որը կարծում եմ ճիշտ չէ սկսել այդ տարիքից խոսենք եւ բարձրաբանենք նաեւ պացիենտներին, թե երբ, որ տարիքային գծից այն կողմ է կարելի բոտոքսը ֆիլերը եւ որ դեպքում չի կարելի բացառությունների մասին։ Սա մի քիչ բարդ հարց է, ինչ առումով, որովհետեւ բոտուլինոթերապիան, այսինքն նեյրոտոքսինների կիրառումը բժշկության մեջ, դա միայն կոսմետոլոգիայում չէ, դա իրականացվում է նյարդաբանության մեջ, դա իրականացվում է ակնաբուժության մեջ, մի շարք լուրջ խնդիրներ կորեկցիայի են ենթարկվում բոտուլինոթերապիայի շնորհիվ, այսինքն բոտուլինոթերապիան ինքը որպես այդպիսին տարիքային սահմանափակում չունի, ընդ որում մեր կիրառած դոզաները դրանք շատ ավելի չնչին են ի համեմատություն այն դոզաների, որոնք կիրառվում են նյարդաբանների կողմից, ակնաբուժների կողմից, այդ առումով կարելի է օգտագործել առանց տարիքային սահմանափակման։ Ուղղակի ստեղ բժշկության մեջ մի կարևոր բառի հետ ենք առնչվում դոզա, այսինքն չափաբաժին, եթե ամեն ինչ արվում է ըստ իր ճիշտ քանակի, այսինքն դոզայի ճիշտ ընտրությամբ, ապա մենք վտանգներից խուսափում ենք, բարդություններից խուսափում ենք։ Իսկ եթե ոնց որ այսօր ամբողջ աշխարհում ցավոք սրտի տարածված է շատ լինի, քիչ չլինի տարբերակով, այդ դեպքում իհարկե բազմազան արդեն խնդիրների ու բարդությունների հետ է առնչվում։ Իսկ ֆիլերների մասով իհարկե ես որպես մաշկաբան կոսմետոլոգ աշխատելով էսթետիկ բժշկության ոլորտում ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս ընտրել ոսկե միջինը, այսինքն չանցնել այն սահմանը, երբ որ արդեն էլ
բնականից ոչինչ չի մնում, դառնում են արհեստական, շատ սենց ինչ որ մի Իսկ համառ պացիենտների հետ ոնց եք փորձում եմ համոզել, ամեն դեպքում իմ սկզբունքներին դեմ չեմ գնում։ Ունեցել եք դեպք, որ պացիենտը պնդի, իսկ դուք հրաժարվեք։ Դեռ այդպիսի համառ պացիենտ չեմ ունեցել, հույսով եմ չեմ ունենա։ Բժիշկ պացիենտ հարաբերությունը ճիշտ է ձևավորվել։ Որին սենց կարողանում եմ հեղափոխել, ամեն դեպքում համոզել, որ իմ խորհրդով առաջնորդվի։ Եվ Մեդինես բժշկական կենտրոնում աշխատող բժիշկներից բախտը բերել է այնքանով, որ մենք մեծ արսենալ ունենք մեր ձեռքի տակ, այսինքն ունենք շատ լծակներ, որոնցով կարող ենք օգնել մեր պացիենտներին։ Ապարատային լայն տեսականի ունենք, որ փակում ենք շատ ասպեկտներ, այսինքն շատ խնդիրներին կարողանում ենք լուծում տալ եւ դրան գումարած իհարկե բոտուլինոթերապիա, կոնտուրային պլաստիկա, այսինքն ինյեկցիոն մեթոդները դրան գումարած եւ դրան գումարած նաեւ թերապևտիկ բուժումները եւ այդպիսով ավելի ամբողջական դարձնում ենք մեր օգնությունը։ Եվ միայն ամբողջական օգնության դեպքում կլինի նաեւ արդյունավետ։ Եվ մոռացա մի բան էլ ավելացնեմ, որ շատ կարեւորում ենք նաեւ պացիենտների ընդհանուր օրգանիզմի վիճակը, այսինքն սկսում ենք հետազոտություններից, որպեսզի պարզաբանենք, թե օրգանիզմը ինչ ռեսուրսներ ունի, թե ինչ դեֆիցիտներ ունի, այսինքն ինչերը մենք լրացնելով ավելի էֆեկտիվ, ավելի լավ արդյունք կունենանք նույն մեթոդները կիրառելիս, որովհետև երբ որ օրգանիզմը հյուծված է եւ ունի շատ դեֆիցիտներ, այս դեպքում ամենալավ բժշկի ձեռքում ամենալավ ապարատն էլ եթե գտնվի, արդյունքը տեսանելի չի լինի ու պացիենտը մեկը դժգոհ կմնա եւ պետք է այդ պահն էլ անպայման հաշվի առնել, որպեսզի արդյունքները էլ ավելի լավ լինեն։ Ինչպես հասկանալ, որ դու ճիշտ կոսմետոլոգ ես ընտրել քեզ համար։ Ես ուղղակի խորհուրդ կտամ պացիենտներին լինել ավելի ուշադիր, որովհետև երբ որ բժշկի հետ զրուցում են, տվյալ դեպքում մաշկաբան կոսմետոլոգի հետ, ինձ թվում է բանական մարդը շատ լավ կհասկանա իր առջև խելացի, պրոֆեսիոնալ մասնագետ է նստած, թե այն մասնագետն է, որը որ ուղղակի ուզում է կատարել այն պրոցեդուրան, որին ինքը տիրապետում է։ Այսինքն ոչ թե այն ինչ անհրաժեշտ է, այլ այն ինչ որ ինքը կարող է առաջարկել։ Խոսենք նաև մազահեռացման միջոցների մասին, ելի նկուղային պայմաններում արվող ապարատային միջամտությունները այսօր դարձել են հատկապես դեռահասների համար, ովքեր այդքան էլ ֆինանսապես կայուն վիճակում չեն, շատ հասանելի։ Ինչպես բացատրենք մեր պացիենտներին, որ երբեմն այդ ճչացող զեղչերը չի համապատասխանում նույնիսկ, ասենք, այդ սարքի գնին եւ գուցե դա ավելի վնաս է։ Հա, իրականում այդ է խնդիր է, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ խափնվում են, մարքեթինգի զոհ են դառնում, այսպես ասած, դրանից խուսափելու միակ ձևը դա էլի լինել ուշադիր։ Այսինքն, երբ որ դիմում ես նման ինչ-որ մի միջամտության, թեկուզ հենց մազահեռացման, պետք է դիմել բժշկական կենտրոն, վստահելի մասնագետի, որտեղ հաստատ չի լինի ինչ-որ մի չինական արտադրության, ինչ-որ մի սարք, որը որ իրոք չի համապատասխանում այն թվերին, այսինքն բնութագրին, ինչ որ գրված է այդ մեքենայի վրա եւ միգուցե դա ուղղակի կվնասի տարիների ընթացքում, որովհետեւ մենք չունենք այդ հերակա ստատիստիկան, թե ինչ կլինի, օրինակ, ասենք ինչ կլինի 20 տարի հետո նման սարքերի կիրառումից, որովհետեւ հիմա է վերջին տարիներին է այդ բումը։ Հուսանք այսօրվա մեր զրույցը մեր պացիենտներին մեծ օգուտ տվեց։ Առողջ գեղեցկություն հաղորդումը թույլ է տալիս նաև ձեզ ձեր բժշկին ճանաչել որպես մարդ։ Մի քանի անձնական հարց, բժշկուհուն պատրաստ եք։
Ինչպիսին է բժշկուհին տանը, որպես կին, որպես մայր, որպես ընկեր, կարող եք մի քանի բառով նկարագրել ինքներդ ձեզ։ Այդ պետք է ընտանիքի անդամներին հարցնել ավելի լավ է, բայց փորձեմ։ Որպես մամա, մի քիչ գիպեր մամա է։ Որպես կին փորձում եմ հասցնել ամեն ինչ, որպես ընկեր, աշխատում եմ լինել լավ ընկեր։ Որքանով որ ես շփվեցի ձեզ հետ այս կարճ ժամանակահատվածում, ամեն դեպքում կարծում եմ հրաշալի եւ օգնության հասնող ընկեր եք, բայց մի բան նկատեցի, որպես կին փորձում եք հասցնել, բայց որպես մամա գիպեր մամա եք։ Այդտեղ տարբերություն դրեցիք փաստորեն ամուսնու եւ երեխաների։ Փաստորեն, այդ մի քիչ է դժգոհելու խնդրում եմ սիրելի ամուսին։ Դժգոհելու առիթ երևի։ Ինչն է ձեզ համար ամենակարևորը աշխատանքում եւ կյանքում։ Աշխատանքում երևի ամենակարևորը նոլի նոցերը, մի վնասիր։ Երևի մեր ոլորտում շատ ակտուալ է, որ չվնասենք, այսինքն ձգտենք գեղեցկության, ձգտենք կատարելության, բայց չվնասելով։ Երևի դա է ամենակարևորը։ Իսկ կյանքում լինել արդար եւ մաքուր քո խղճի առջև երևի թե։ Հրաշալի պատասխան։ Հա։ Երբ է բժշկուհին երջանիկ։ Երբ որ երջանիկ են շրջապատի բոլոր մարդիկ։ Երբ հաջող պրոցեդուրա է կարել, եւ գոհ եք արդյունքից երևի, հա։ Եվ այո, եւ պացիենտն է գոհ, եւ ես եմ գոհ։ Իսկ կյանքում երբ մի քիչ շուտ եք գնում աշխատանքից տուն։ Ինչն է ստիպում ձեզ երջանիկ զգալ։ Ես ճիշտնաց պատասխանեցի ավելի շատ այ տան անդամների առումով, երևի թե այո, իրականում ես երջանիկ եմ, երբ որ երջանիկ են իմ հարազատները։ Ինչ չեք անի երբեք։ Ինչ չեմ անի երբեք։ Տանը թե աշխատանքում։ Եվ դե աշխատանքում չեմ կարծում, որ հակաբաներ կանեք։ Աշխատանքում չեմ անի ի վնաս պացիենտի ինչ որ բաներ, անպայման ավելի շատ կմտածեմ, թե ինչն է բխում պացիենտի իրական շահերից, այսինքն ինչն է անհրաժեշտ, ոնց օգնել պացիենտին, ռեալ օգնել։ Իսկ կյանքում ինչ չեմ անի, սուտը տանել չեմ կարողանում։ Ինչից է վախենում բժշկուհին։ Աշխատանքում ոնց որ եւ բոլոր բժիշկները իհարկե վախենում ենք սխալներից եւ կիքսերից, իսկ կյանքում ամենաշատը վախենում եմ կորուստներից։ Թող չլինեն կորուստներ եւ ողբերգություններ գլոբալ առումով։ Հարազատներին կորցնել։ Հարազատներին, երկրի առումով։ Բժշկուհու սիրելի զբաղմունքը գործից դուրս։ Գործից դուրս իհարկե առաջին հերթին ընտանիքի հետ որակով ժամանակ անցկացնելն է, այսինքն Որն է որակովը ձեզ։ Որակովը դա երբ որ լիարժեք իրանց հետ ես, այլ ոչ թե էլի գործերով ծանրաբեռնված։ Եվ երաժշտություն երևի թե երաժշտություն։ Տիրապետում եք երաժշտական որևէ գործի։ Հա, ես նվագում եմ դաշնամուր։ Ինչը կփոխեք դուք ձեր բնավորության մեջ։ Երևի թե մի քիչ կպակասեցնե ինքնակննադատությունը, որովհետև դա երբեմն արդեն խանգարում է։ Եվ ազդում է ինքնագնահատականի վրա։ Այո։ Դա մի քիչ կնվազեցնեի։ Ինչպիսին եք ձեզ տեսնում 10 տարի անց։ Եվ որպես բժշկուհի, եւ որպես ընտանիքի մայր։ 10 տարի անց ինձ տեսնում եմ ավելի փորձառու, ավելի բանիմաց, ավելի լայն մտահորիզոն ունեցող բժիշկ։ Այլ մասնագիտություն ձեռք չի բերի բժշկուհի, որտեղ ոնց որ ձեր մոտ սովորություն է, չէ՞, անընդհատ։ Միայն բժշկության շրջանակներում երևի թե։ Իսկ ընտանիքում։ Ընտանիքում հույսով եմ 10 տարի հետո դեռ տատիկ չեմ լինի։
Բայց դե ինչ մեր հաշվարկներով նորմալ է, որ դուք տատիկ լինեք, բայց փաստորեն վախենում եք, հա։ Դեռ չգիտեմ։ Ինչն է բարկացնում բժշկուհուն։ Կա մի երևույթ, որը ձեզ կստիպի հունից դուրս գալ։ Դե տարբեր բաներ կան, որ կարող են ստիպել հունից դուրս գալ։ Օրինակ, սիրում եմ, որ մարդ զբաղվում է իր գործով։ Ամեն մեկը պիտի զբաղվի իր գործով։ Բժշկության մեջ եւս ամեն մասնագետ պիտի զբաղվի իր գործով։ Այսինքն, ես չեմ սիրում մտնել օրինակ գաստրոենտերոլոգիայի մեջ, Եթե դա ձեր այո, որովհետեւ ավելի գաստրոենտերոլոգները հաստատ շատ ավելի լայն են տիրապետում իրենց մասնագիտությանը եւ մյուս մասնագետներն էլ թող չմտնեն կոսմետոլոգիայի եւ մաշկաբանության մեջ։ Իմիջիայլոց այսօր մեր օրերում ամեն ինչն է խառնվել իրար, ոչ միայն բժշկության մեջ, արվեստի մեջ էլ այդ վտանգը կա, որ բոլորը ուզում են ամեն ինչ անել եւ չգիտակցելով որն է իրենց տեղը, բայց սա ոչ թե փնտրելու եւ գտնելու արդյունքն է, այլ ուղղակի ոմանք երևի թե վազում են գումար աշխատելու կամ ուզում են փորձեն եւ վնասում են այն մասնագետներին, ովքեր Եվ նաեւ այն փաստն է, որ հիմա ուղղակի շատ հասանելի են տարբեր կարճատև ինչ որ կրթական, հա, ծրագրերը։ Մարդիկ գնում են 6 ամսով ինչ որ կուրսերի եւ իրենց հրճակում են մասնագետ։ Ամեն դեպքում 6 ամսում չեն կարող ստանալ այն, ինչ ստանում են 6 տարում, 11 տարում, փաստորեն, այո։ Այո։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այսպիսին էր բժշկուհի Լիլիթ Մուրադյան մարդ տեսակը։ Եթե ունեք ձեզ հուզող եւ անհանգստացնող հարցեր, ապա զանգահարեք Մեդինես բժշկական կենտրոն 055 505 605 հեռախոսահամարին։ Անձնակազմը մեծ սիրով կպատասխանի ձեզ հուզող հարցերին։